ոչ մի հեղաշրջման բան չկա, դրանք բոլորը քաղաքական հետապնդումներ են։ Դժբախտաբար այն 2018 թվականին եւ հետո, թող դրա մասին մտածեն 21 թվականի այդ 600,000-ից ավել, 680,000 մարդը, որը ընտրություն կատարեց։ Իրենց թվում էր ժողովրդավարության համար էին ընտրություն կատարում, կամ որ խոսում էր, որ խոսքի ազատություն կա Հայաստանում, որպես նվաճում։ Թող թոշակները մարդկանց բարձրացնեն կամ ուսուցիչների աշխատավարձները դպրոցներում կրկնապատկեն, դա է նվաճումը։ Իսկ սրանք պարզապես քաղաքական հետապնդումներ են։ Իսկ ինչից է վախենում քաղաքական հետապնդումները։ Դե ուրեմն կա երևի ինչ-որ խնդիրներ կապված սրբազան պայքարի հետ, որովհետև Հայաստանի ընդդիմադիր շարժումների մեջ կարծում եմ սրբազան պայքարը ամենաազդեցիկն է եւ ամենաազդեցիկ կդառնա ոչ թե միայն նրա համար, որ հոգեվորականով Բագրատ Սրբազանն է ղեկավարում, այլ մի բան հաշվի առեք, այս շարժումը չունի որևէ տնտեսական շահեր եւ շարժման ղեկավարությունը չի եղել երբևիցե որևէ տնտեսական ինչ-որ գործարքների մեջ, ինչպես շատ ուրիշ շարժումներ։ Այսինքն խոսքը գնում է շատ անկեղծ շարժման մասին, որը գիտեք առաջացել է Տավուշի շրջանում միակողմանի տարածքների զիջման հետևանքով, այսինքն այս ամեն ինչը ունի պատճառահետևական կապ եւ իհարկե սրանք քաղաքական հետապնդումներ են։